Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր նոյեմբերի 21-ն է եւ սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է։ Իրավիճակը շատ լուրջ ձևով եռում է աշխարհում։ Ամբողջ աշխարհը հիմա սպասում է թե ինչ կլինի Ուկրաինայի շուրջ, դրա համար մենք անում ենք այսօրվա մեջ մեր երկրորդ հաղորդումը։ Շատ հարցեր կան իրականում քննարկելու, մտածելու, կան լուրջ մտահոգություններ, կան նաև լավատեսություններ, անկեղծ լինեմ, բայց ընդհանուր առմամբ կարծես թե անորոշությունը ավելի շատ է։ Մինչև անդրադառնալը միջազգային հարցերի սիրելի հայրենակիցներ, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի այցին Ղազախստան, կրկին անդրադառնանք, կարևոր ուղղություն է Ղազախստանը, կարևոր ուղղություն է նաև Վրաստանը, երեք անդրադարձանք Հայաստանի Հանրապետության նախագահի այցին Վրաստան, հիմա անդրադառնում ենք Փաշինյանի այցին Ղազախստան։ Ինչպես արդեն տեղեկացաք, նախորդ մեր հաղորդման մեջ էլ ասեցի, Ղազախստանի հետ շատ կարևոր հայտարարություն է ընդունվում ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ, որ կողմերը ձևավորելու են հիմա ռազմավարական հարաբերություններ, խորացնում են իրենց հարաբերությունները բոլոր բնագավառներում եւ դրա հնարավորությունը իրոք ընձեռնել են աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ փոփոխությունները, որոնք որ մենք նախկինում չենք ունեցել։ Ռեգիոնալ փոփոխությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված, որը որ այս պայդորությամբ փախրում, բայց հաստատվել է Դոնալդ Թրամփի աջակցության շնորհիվ, որը որ նաև բացում է նոր հնարավորություններ TRIP ծրագրի միջոցով, որից որ ողջորված է նաև Ղազախստանը, եւ Ղազախստանի նախագահը կոնկրետ խոսում է այդ մասին, ասելով, որ ստեղծված բարենպաստ իրավիճակը հարավային Կովկասում եւ խաղաղությունը հաստատված միշտ տարածաշրջանային կապերի ապահովման համար լավ հնարավորություններ է ստեղծում։ Շատ լավ նկատել է Ղազախստանի նախագահը այս ամենը, ասում է, որ TRIP ծրագիրը եւ խաղաղության խաչմերուկը շատ հետաքրքիր ծրագրեր են եւ Ղազախստանը հետաքրքրված է խաղաղության խաչմերուկով եւ TRIP ծրագրով։ Դրանից բացի Ղազախստանում այսօր բացվեց, այսինքն Աստանայում ամենագլխավոր փողոցներից մեկը վերանվանվեց Մեսրոպ Մաշտոցի անունով։ Սա շատ լուրջ եւ մեծ սիմվոլիկ, նույնիսկ ոչ սիմվոլիկից էլ շատ ավելի մեծ քայլ է Ղազախստանի իշխանությունների կողմից, որը որ շատ բանի մասին է վկայում, ամենայն անկեղծությամբ, եւ դրանից բացի խոսել եմ նախորդ հաղորդման մեջ, որ այն փոփոխությունները, որոնք որ հիմա տեղի են ունենում Միջին Ասիայում, իրոք հուշում են մեզ, որ Ղազախստանի հետ եւ ոչ միայն Ղազախստանի հետ, այդ տարածաշրջանի երկրների հետ Հայաստանը կխորացնի իր հարաբերությունները։ Միանշանակ մենք այս պահի դրությամբ հետ ենք ընկնում Ադրբեջանից, բայց շատ լավ ակտիվ զարգանում են Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները եւ արդեն եթե հայտարարություն է ընդունվում ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ գաղտնի տեղեկություններով կիսվելու վերաբերյալ սա շատ բանի մասի է վկայում սերելի հայրենակիցներ։ Զուգահեռաբար անցնենք արդեն միջազգային հարցերի, ուղղակի մեկ բան ավելացնեմ, որ Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ էլի հետխորհրդային մի շարք երկրներ շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում հիմա ամբողջ աշխարհում եւ տարածաշրջանում եւ հետեւաբար փորձում են իրենց ինքնիշխանությունը ամրապնդել։ Եվ դրա համար Ղազախստանն էլ ինչ որ միտեղ մեր կարիքը շատ ունի հիմա, մենք էլ Ղազախստանի կարիքը, Վրաստանը իր ինքնիշխանությունը փորձում է ամրապնդել, թույլատնելով Եվրոպայի ազդեցությունը, իսկ Հայաստանը փորձում է թույլատնել Ռուսաստանի ազդեցությունը, նույնը անում է նաև Ադրբեջանը, նույնը անում է նաև Ղազախստանը, Ղազախստանը ավելի ճիշտ խորացնում է նաև հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թույլատնելով այդպես Ռուսաստանի ազդեցությունը, նման բաներ ենք անում նաև մենք հայերս, դրա համար ավելի լավ են հասկանում, գիտեք, մեր հետխորհրդային երկրները հիմա միմյանց, քանի որ առանց միմյանց օգնության դժվար թե կարողանան գոյատևել այս բարդ պայմաններում, բարդ աշխարհաքաղաքական
պայմաններում։ Շատ եմ տեսնում մեկնաբանությունները սիրելի հայրենակիցներ Ուկրաինայի շուրջ։ Ասեմ հետևյալը, մենք միշտ շատ ենք խոսել Ուկրաինայից եւ ես մնում եմ այն համոզմանը, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես պետություն ցանկանային աջակցել Ուկրաինային մի փոքր ավել, քան հիմա աջակցում են, միանշանակ կարող է Ուկրաինան, չեմ ասում լիարժեք հաղթանակ տաներ Ռուսաստանի նկատմամբ, բայց ավելի լավ իրավիճակում լիներ, քան հիմա էր։ Եվ այդ իրավիճակը ավելի մոտ կլիներ հաղթանակի։ Տնտեսապես Ռուսաստանը շատ բարդ եւ դժվարին իրավիճակում է, բայց այնպես չէ, որ ռազմական իմաստով շատ թեթև է Ռուսաստանի վիճակը եւ որևիցե խնդիր չունի Ռուսաստանի դաշնությունը։ Այն ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ, մի քանի պատճառ ունի, եւ պատճառներից մեկը այն է, որ Դոնալդ Թրամփը ուզում է ուղղակի ավարտին հասնել այս պատերազմը եւ իրեն վերագրել աշխարհում համար առաջին խաղարարի դերը 21-րդ դարի առաջին այս 25 տարվա մեջ ամենամեծ պատերազմին ավարտ հասցնողի դերը, ինքն հայց ձև է ուզում մտնել պատմության մեջ, երկրորդը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ճիշտ է Ուկրաինան բավականին մեծ կարևորություն ունի, բայց համեմատելի չէ այդ կարևորությունը եվրոպացիների համար, այսինքն եվրոպացիների համար որքան կարևոր է Ուկրաինան, այդքան չի կարող կարևոր լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Եթե Ուկրաինան եվրոպացիների համար անկեղծ լինենք բուֆերային մեծ գոտի է Ռուսաստանից պաշտպանվելու համար, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար դա արդեն երկրորդական բուֆերային գոտի է, որը որ պաշտպանում է Եվրոպան Ռուսաստանից։ Հետևաբար Թրամփի համար զիջել Ուկրաինայի տարածքների մի մասը ոչինչ չի նշանակում մեծ հաշվով։ Թրամփի մոտեցումը հենց դա է։ Եվրոպացիների համար շատ բան է նշանակում, բայց նույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ուկրաինան շատ մեծ է իր տարածքներով եւ եվրոպացիները կարող է բավարարվեն դրանով էլ բավարարվեն, այսինքն այն մասով, ինչ կմնա Ուկրաինայից։ Այդ տարածքները եւս նրանց լրիվ կբավարարեն որպես բուֆերային գոտի։ Եվ դրա համար այդ 28 կետերի մեջ մտնում է ՆԱՏՕ-ի 5-րդ կետի նման մի կետ, որով որ անվտանգության երաշխիքներ կարող է տրամադրեն Ուկրաինային։ Արդեն իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը ասել է, որ այդ ծրագրով, ինչպես որ նախատեսված է, Մեծ Բրիտանիան եւս պատրաստ է տրամադրել Ուկրաինային ՆԱՏՕ-ի 5-րդ կետի նման երաշխիքներ։ Այսինքն Մեծ Բրիտանիան փաստացի արդեն դե առաջին ակնարկների մասն ենք մենք խոսում, առաջին ակնարկներով համաձայն է։ Վաղը ինչ կփոխվի չեմ կարող ասել, բայց այս տեղեկությունը մենք ստանում ենք Telegraph-ից եւ կարծում եմ, որ շատ մոտ է այդ տեղեկությունը ճիշտ լինելուն։ Պետք է նաեւ նշեմ, որ Զելենսկին խորհրդակցություններ է ունեցել Մակրոնի հետ, Ֆրանսիայի նախագահի, Ստարմերի հետ, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլերի հետ է ունեցել խորհրդակցություն, այսինքն Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ խորհրդակցություն է ունեցել եւ նրանք քննարկել են Վաշինգտոնի կողմից առաջարկված ծրագիրը։ Շատ մեծ մանրամասներ չունենք, կա տեղեկություն, որ կարող է հիմա Զելենսկին մեկնել Ուկրաինա եւ այս գաղափարը վաղուց է քննարկվում էր։ Եվ ինչպես արդեն ասեցի, հիմնականը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց հերթին տրամադրելու են ՆԱՏՕ-ի 5-րդ կետի նման երաշխիքներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, կարծում եմ նույն կերպ կվարվի Ֆրանսիան եւ Գերմանիան։ Վերջնական նրանց դիրքորոշումը, ինչպես արդեն նշեցի, պարզ չէ։ Ուկրաինան զիջում է իր տարածքները, Դոնբասը, Զոպորոժիայի հատվածը, ելի մի քանի շրջաններից մասեր, որոշ քաղաքներ, դրանց բացի 3 անգամ կրճատում է իր զինված ուժերը, որոշ զինատեսակներ ունենալու հնարավորություն չի ունենա, ՆԱՏՕ-ի անդամակցելու հնարավորություն չի ունենա, պահանջում են, որպեսզի Ռուսարենը դառնա պետական
լեզու ռուս ուղղափառի եկեղեցու կարգավիճակ, մենք դրա մասին խոսել ենք, հիմնական կետերը դա են, նաև ներդրում են անելու $200 միլիարդ Ուկրաինայի տնտեսության մեջ, Ուկրաինան ամենակարևորը պահպանելու է իր անկախությունը, սա շատ կարևոր մի կետ է, որի մասին պետք է խոսել և բարձրաձայնել, ինչ-որ միտեղ տրամաբանական ավարտ է, Ռուսաստանը եթե անկեղծ լինենք, չի հասնում իր բոլոր նպատակներին, բայց հասնում է որոշ նպատակների այս պատերազմի միջոցով։ Սա Ուկրաինայի համար կապիտուլյացիա է, թե ոչ, նայած թե որ կողմից նայենք, ամենայն անկեղծությամբ։ Եթե դիտարկենք այս ամենը այն դիտանկյունից, որ Ռուսաստանի համար մեկ նպատակը Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության վերջ դնելն էր, ապա ամենայն հավանականությամբ Ռուսաստանը չի կարողանալու հասնել և չի հասնելու այս ծրագրով իր ցանկություններին։ Բայց ես կարծում եմ, որ Զելենսկին դժվար թե մնա դրանից հետո իր պաշտոնին, շատ երկար դժվար թե կարողանա մնալ, բայց դա չի նշանակում, որ Ուկրաինան կունենա այնպիսի ղեկավար, որը կլինի ռուսահպատակ։ Ուկրաինան ամենայն հավանականությամբ կկարողանա պահպանել իր անկախությունը և ինքնիշխանությունը։ Եվրոպան ևս կստանա շատ լուրջ երաշխիքներ, Ռուսաստանն էլ պետք է օրենք ընդունի, օրենքի մակարդակով պետք է խոստանա, որ չի հարձակվի եվրոպական երկրների վրա և Ուկրաինայի վրա։ Կրկին փորձում ենք մանրամասն քննարկել այս հարցը, բայց սիրելի հայրենակիցներ, մեկ բան կարևոր է այստեղ հասկանալ, մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ այն, որ հետխորհրդային ոչ մի երկիր այս իրավիճակում չի կորցնելու իր ինքնիշխանությունը։ Ուկրաինան մնում է որպես անկախ երկիր։ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը շատ լուրջ թուլացել են և փաստացի, եթե լուրջ վերլուծենք ավելի, համենայն դեպս այն ինչ հիմա կա այս պահի դրությամբ, մեզ հուշում է մեկ բան, որ Ռուսաստանը կորցնում է նաև հարավային Կովկասը, ոչ թե կորցնում է, արդեն իսկ կորցրել է և նա պետք է հաշտվի, բայց հաշվի առնելով այն, որ հիմա Ուկրաինայի մասով դադար և հանգիստ կունենա, կարող է ամբողջ իր ուժով շրջվել դեպի հարավային Կովկաս։ Դրա համար ես ունեմ մտահոգություններ, այնպես չէ, որ ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ շատ հրաշալի է և որևէ մտահոգվելու տեղ մենք չունենք, ցավոք սրտի ունենք, բայց գրեթե համոզված եմ, որ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլ կերպ կվարվեն, ներդրումներ են անում, մեծ ծրագրեր ունեն հարավային Կովկասում, իրենց պետք է այս ճանապարհը, թրիփը չափազանց մեծ կարևոր նշանակություն ունի, նաև Իրանն է այստեղ, այնպես որ հիմնական կապը Միջին Ասիայի երկրների հետ անցնում է Հայաստանով։ Կապը Իրանի հետ նույնպես այստեղ է։ Թուրքիային զսպելու համար պետք է որ անպայման իրենք ներկա լինեն Ադրբեջանում և Հայաստանում, նաև Ղազախստանում, ինչու՞ չէ, և այդ թուրքալեզու երկրներում, որքան ամուր լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը, այդքան թույլ է լինելու այդտեղ Թուրքիան, թուրքական աշխարհի գաղափարը, ինչպես նաև Չինաստանը։ Հետևաբար այս պատերազմից Ամերիկայի Միացյալ Նահանգները շահում են հարավային Կովկասը և միջին ասիական երկրների հետ խորացնում են կապը, կարելի ասել նաև շահում են Միջին Ասիան։ Համենայն դեպս ես այդպես եմ տեսնում, եթե սխալ եմ տեսնում, գրեք դուք էլ ձեր կարծիքը, սիրելի հայրենակիցներ, մեկնաբանությունների մեջ։ Եվ մենք ունենք այն, որ հետխորհրդային ոչ մի երկիր չի կորցնում իր անկախությունը, ինքնիշխանությունը։ Գրեթե համոզված եմ, որ Վրաստանի հետ էլ հարաբերությունները կվերականգնվեն, ավելի համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև կվերականգնվեն, բայց Եվրոպայի և Վրաստանի մասով այդքան էլ համոզված չեմ այս փուլում։ Այսինքն մոտակա ամիսների ընթացքում մենք կարող տեսնենք Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ
հարաբերությունների վերականգնում, բայց Եվրոպայի հետ, չգիտեմ, ինչքան կտևի այդ հարաբերությունների վերականգնումը, բայց մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջև հիմա շատ սերտ եւ խորը հարաբերություններ կան։ Այսինքն մեկ բան եմ ուզում ասել, մեկ-մեկ տեսնում եմ, որ մեր հայերը տարբեր փորձագետներ, քաղաքական գործիչներ ծայրահեղությունից ծայրահեղություն են անում։ Կամ շատ ռուսամետ են, կամ շատ եվրոպամետ են, կամ շատ ամերիկամետ են, արևմտամետ։ Ամեն ինչ են, բացի հայամետ լինելուց։ Ոչ բոլորի մասին է խոսքը, բայց շատ ունենք։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ ճիշտը այն է, որ մենք միշտ խոսենք այդ խնդրի մասին եւ ասել, որ ճիշտը այն է, որ մենք պետք է լինենք առաջին հերթին հայամետ դիրքորոշում ունեցող մարդիկ։ Ինձ համար Հայաստանը եւ Վրաստանը առանձնահատուկ շատ մեծ կարեւորություն ունեն։ Առանց Հայաստանի եւ Վրաստանի ինձ ոչ արևմուտքն է հետաքրքիր, ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստանը, ոչ Պարսկաստանը, գիտեմ, որ մեր պապերն էլ պապերից մի մասն էլ պարսիկներին շատ էր սիրում։ Միշտ ասել եմ այս մասին։ Ունեինք նաեւ պապիկներ, որոնք որ պապիկներ, տատիկներ, նախնիներ, որոնք որ շատ էին սիրում արաբներին, մոնղոլ թաթարներին, թուրքերին։ Միշտ սիրել են կայսրություններ։ Միշտ հպատակվել են այդ կայսրություններին։ Հիմա այդ կայսրությունները Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի տեսքով են 21-րդ դարը ժամանակակից տարբեր ստանդարտներով ժողովրդավարություն, ավտորիտարիզմ, կոմունիզմ, տարբեր գաղափարներով, բայց մենք հասկանանք պետք է մեկ բան, որ մենք պետք է լինենք հայամետ դիրքորոշում ունեցող մարդիկ, սիրելի հայրենակիցներ։ Ես միանշանակ համոզված եմ, որ մեր ապագան Եվրոպայի հետ է, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է, շատ ուրախ եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամրապնդում են իրենց ներկայությունը մեր տարածաշրջանում, Հայաստանի համար իրոք դա շատ լավ է, բայց պետք է հասկանանք մեկ բան, շատ կարևոր է հասկանալ մեկ բան, որ այսպես են վարվում կայսրությունները հանուն իրենց շահերի, ինչպես որ հիմա վարվում են Ուկրաինայի հետ։ Դրա համար մենք պետք է առաջին հերթին ամեն ինչից վեր դասենք մեր ազգային ու պետական շահերը։ Հայաստանը եւ Վրաստանը ինձ համար առաջնային են։ Հետո նոր կարելի ասել ընդհանուր գլոբալ արևմուտքի շահերը, բայց դրանք չեն կարող ավելին լինել, քան մեր ազգային եւ պետական շահերը, սիրելի հայրենակիցներ։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։